Պարոն Մխիթարյան, ուժեղ Հայաստանը ընտրություններից առաջ խոստանում էր, որ ընտրություններից հետո, հունիսի 7-ից հետո արթնանալու ենք մի Հայաստանում, որտեղ երկրի վարչապետը լինելու է Սամվել Կարապետյանը։ Ինչ տեղի ունեցավ։ Տեղի ունեցավ այն, ինչ բոլորս տեսանք Հայաստանի Հանրապետության պատմության մեջ, առաջի անգամ նման ծավալի վարչական ռեսուրսի օգտագործում, նման ծավալի ընտրությունների կեղծում երբևիցե չէինք տեսել ու վստահ եմ, որ եթե արտարանդություններ լինեին այնպիսի ընտրություններ, որոնք հարել են ժողովրդավոր պետություններին, միանշանակ մեր ասածը լինելու էր առանց որևէ կասկածի, որովհետև նաև ֆիքսենք, որ այդ ամեն ինչը ձերբակալություններից, ապօրինի գործողություններից հետո նույնիսկ այդ պայմաններում մենք ունեցանք նման ծավալի ընտրողներ ու այդտեղ միանշանակ արդեն պարզ էր, որ հայ ազգը ցանկանում է փոփոխություն, հայ ազգը ցանկանում է ունենալ նոր ղեկավար, նոր ուղղություն, սակայն կրկնում եմ, այդ աշճանի կեղծարարություններից հետո ժամանակավոր մեր պլանները, այսպես ասած, կանգ են առել, բայց մենք մեր ուղուց չենք շեղվելու, անկախ բոլոր տեսակի ռեպրեսիաներից, այսպես ասած, ապօրինի նաև կալանավորումներից, ձերբակալություններից եւ այլնից, մենք մեր ճանապարհից չենք շեղվելու ու գնալու ենք առաջ։ Կեղծված ընտրության արդյունքների հետ կարծես թե հաշտվել եք եւ մանդատները վերցնում եք։ Ինչու եք վերցնում, եթե կարծում եք, որ ընտրությունները կեղծվել են։ Մանդատները վերցնելը հարց արդյոք դա լեգիտիմացնում է, թե չէ, ու մյուս հարցը տամ ես ձեզ արդեն ռետորական չանելու դեպքում, մանդատները չվերցնելու դեպքում, ամենօրյա գրաֆիկով չպայքարելու դեպքում, մեր քաղաքացի 340,000 միայն ուժեղ Հայաստանի տված ձայների պարագայում չանելը արդյոք արտարք կլիներ այդ ընտրողների հանդեպ, որովհետև ելի եմ կրկնում, որևէ քաղաքական ճգնաժամ Նիկոլ Փաշինյան հենց իմ անձնական կարծիքով հենց դրան էլ գնում էր, որպեսզի գնան, իրենք իրենցով նստեն, իրենք իրենցով ինչ որոշում ուզենան կայացնեն, հանգիստ երկիրը հեշտական անգամ ու արդեն նույն կարծում եմ վերջնական տանեին կորզանման։ Իսկ հիմա ինչ են անելու։ Իրենք նորից որոշումներ են կայացնելու միանձնյա։ Ինչն է իրենց խանգարում։ Շատ ճիշտ եք ասում, որոշումներ են կայացնելու, կան, բայց օրինակ խոսում ենք սահմանադրական մեծամասնության մասին, որի մասին իրենք այդպես էլ խոսում էին, եւ 65% մինչ ընտրությունները 65%-ի մասին են խոսում, բայց իրանք չունեն, իրանք ելի եմ կրկնում, այսքան կեղծարարություններից հետո, այսքան անից հետո նույնիսկ չունեցան մեր ընտրողների 50%-ի ձայնը ու մյուս 50-ին թողնել մենակ ասել մանդատները չենք վերցնում, տեսնենք ինչ կլինի, իմ անձնական կարծիքով ուժեղ Հայաստանը խանգարելու Նիկոլ Փաշինյանի խորհրդարանում, որ որոշումներ չկայացնի միանձնյա։ Բոլոր հնարավոր օրինական ճանապարհներով մենք ամենօրյա ռեժիմով աշխատանքներ ենք տանելու, թե ազգային ժողովում եւ թե նաեւ փողոցում մեր հասարակության, մեր քաղաքացիների հետ ու հենց այդպես գեներացնելու ենք պայքարի նոր կրակ ու հասնենք մեր ուզած արդյունքին։ Կարծում եք, որ ձեր ընտրողները գոհ են, որ դուք մանդատները վերցրեցիք։ Միանշանակ որևիցե նամանավանդ քաղաքական որոշում չի կարող, այսպես ասած, դուր գալ բոլորին, բայց ինչքան որ առնվազն ես մեր թիմի անդամները շփվել են մեր ընտրողների մի զանգվածի հետ, միանշանակ այո, կան դժգոհություններ, բայց երբ որ քաղաքացիներին բացատրում ես ճիշտ ճանապարհով քայլերի հեշտականության իմաստը ժամանակ, այո, մարդիկ ընդունում են, բայց ելի եմ կրկնում, միանշանակ մարդիկ կան, որ այդ ճանապարհը չեն ընդունում։ Պարոն Մխիթարյան, քանի որ դուք կաք չէ նախ անցողի քշեմի մեջ եւ ընդդիմությանն է բաժին հասնելու երրորդ փոխխոսնակի պաշտոնը, արդեն որոշել եք թե ում եք առաջադրելու։ Այս պահին չէ, քաղաքական որոշում չունենք այդ մասով, որովհետեւ իրականում էլ միգուցե լրագրողները կամ մեր հասարակությունը չհավատա, բայց իրականում որոշման կայացումը մանդատներ վերցելու այնպես չի եղել, որ օրինակ չգիտեմ մի ամիս առաջ կամ նախկնդություններից 5 օր հետո որոշվել ընդրել, դրա համար փուլային աշխատանքներ են տարվում ու առաջ են գնում։ Ընդհանրապես քննարկում չի եղել։ եղել։ Ոչ, այս պահը մինչ այս պահը չի եղել։ Եվ ձեր քվեների հետ կապված ասում են, որ դրանք ձևավորվեցին համատարած ընտրակաշարքի բաժանման այդ պայմաններում ընտրական туриզմի շրջանակում Ռուսաստանից Հայաստան եկած մեր հայրենակիցների շնորհիվ այսպիսի մեղադրանքներ կան։ Դուք ինչպես եք մեկնաբանում եւ պարոն Մխիթարյան, տեսեք, այդքան ձայնագրություն, որի մեջ անդրադառնում է ուժեղ Հայաստանյան, պարոն Կարապետյանյանը, դուք կարծում եք, որ այդքանը սարքած է։ Տեսեք,
հարցը սկսեմ սկզբից։ Ենթադրում Ռուսաստանից եկած հայերի մասին էր խոսքը, բայց վիճակագրական կոմիտեի կողմից տրված տեղեկատվության համաձայն պաշտոնական, այսինքն դրանք տվել են ազգային անվտանգության ծառայության միջոցով Հայաստանի Հանրապետություն նախորդ տարվա նույն ժամանակի հատվածում ավելի քիչ մարդ եկել, քան այս տարի։ Այսինքն այդ միֆը, այդ մանիպուլյացիան քաղաքացիական պայմանագրի կուսակցության անդամների վարչապետի աթոռը զբաղեցնող անձի կողմից զուտ Եվս պետք է անգամ հիշեցրեց, թե իրենք ինչ մանիպուլյացիաներ են անում։ Այսինքն ենթադրում եմ, եթե Ռուսաստանից մեր համար ենթադրյալ մարտիկ պետք է կային, որ ընդրային Սամվել Կարապետյանին ուժեղ Հայաստանին կնային, այդ թիվը չի կանգնում։ Եթե նախորդ տարիներին համեմատության կարգով ենթադրենք եկել էր 100,000 մարդ, այս անգամ կար 150,000, շատ լավ կընտրեի, որ այստեղ ինչ-որ մի բան չի, բայց նույն քանակը պահպանվել է, այսինքն սովորական հոսքի պարագայում դա իրենք շինեցին, այդ խոսույթը սարքեցին, մարդկանց ինչ-որ անհասկանալի դրության մեջ դրեցին։ Երկրորդ հարցը կապված գեղեցիկների հետ, տեսեք, ցանկացած որոշում, ցանկացած նմանատիպ, երբ որ իրենք դատավորի ֆունկցիաներն են իրականացնում, խոսքը քաղաքացիական պայմանագրի անդամների մասին է, իրենք այդ ամեն խոսույթը ներկայացնում են առանց դատարանի որոշման։ Իրենք նախքանց է։ Ես ձեզ հարց տամ, շատ լավ, եկեք անգեղսինենք, արդյոք ընդրակաշարք բաժանող մարդը կամ ընդրակաշարք վերստողը այնքան միամիտ կլինի, տնենք կողքի, որ չի կարելի, որ իր խոսույթի մեջ անդադար խոսում է սա կաշառք ենք տվել, սա ընդրակաշարք է կամ չգիտեմ ինչ, եկեք անգեցնենք։ Չէ, բացարձակ չէր ասում ձայնագրությունների մեջ սա ընդրակաշարք է, ներկայացում էր աշխատավարձ։ Եթե ես չեմ սխալվում, ձայնագրությունները չեմ խառնում, մեր Ղազինյան Դավիթի գործում այդ մակրողիա հայնի թեման նշվում է, որ այո, հենց ընդրակաշարք է, բայց իրականում լրիվ ուրիշ բանի մասին էր խոսքում ու հիմա էլ ինչ ունենք, այդ անհասկանալի ձայնագրության պարագայում մարդը շուրջ 1 ամիս է գնում է կալանկի տակ, չեմ ասում մեր հարյուրավոր քաղաքացիների մասով։ Ես ուրիշ բան ասեմ, ունենք փորձաքննություն, անկախ փորձագետներ։ Մինչև այդ վարույթը վերջիվերջո նույնությունները արդեն ավարտել են, սա շարունակվող հանցագործության մասին չէր խոսքը։ Կարելի էր օրինակ համար վարչական վերահսկողություն, տնային կալանք եւ այլն հասկանային, որ փորձագետը թող որոշի ապացուցման արկա ապացույցների հետ մեկտեղ արդյոք ձայնագրությունը ճիշտ է, ճիշտ չի, արդյոք դա ընդրակաշարք է եղել, ընդրակաշարքի նախապատրաստություն եղել, ինչ եղել, չի եղել, բայց հիմա իրենք ինչ արեցին, զապիսները գցեցին, կդրված ախր ձայնագրությունները չափիցավել կդրված են, ամեն մեկից ինչ-որ մի տարբեր նախադասություններ են կպցրել։ Այսինքն կներեք, պարոն Մխիթարյան, դուք կարծում եք, որ հակակոռուպցիոն կոմիտեն չամադան բառը մեկ այլ տեղից է վերցրել, փողը այլ տեղից, Սամվել Կարապետյան բառը լրիվ այլ տեղերից վերցրել բերել է իրար կողք դրել է, ստացել է նախադասություն, որ Սամվել Կարապետյանը չամադանով փողեր է բաժանում, հա։ Իսկ նախ քանի որ ես օրինակ եղել եմ, այդպես եք մտածում։ Ես հեսա պատասխանեմ, իսկ ինչ է իրենց խանգարում դա անել։ Երբ որ իրենք տեսնում են, որ բոլոր ես վստահ եմ, իրենք էլ են իրենց հարցումներն արել, որ իրենք հասկանում էին, որ թիվ 1 ուժը լինելու է ուժեղ Հայաստանը։ 160 հոգի կանոնավորված անց կա, հա, այդ գործերով։ Հենց դրա մասին եմ խոսում։ Հա, տարբեր խոսակցություններից այդ բառերը խանգարում իրենց, կամ ինչ է իրենց, դրա համար եմ ասում, պետք է փորձաքննություն լինի։ Պետք է օրինական, արտար, իրավական դատարանի միջոցով օրենքները հաշվի առնելով գործը քննվի դատարանում։ Մեղավորները, ընդրակաշարք բաժանողները, այո, թող պատժեն, բայց մեր պարագայում նման բան չի եղել։ Դրա համար եմ ասում, վերջիվերջո ամեն իրավական դատարանները ինչի համար են ստեղծվել, որ ապացույցները կոռուպցիոնի դեմ դատական հայցերը, պարոն Մխիթարյան, իրավաբան եք, չէ՞, եթե չեմ սխալվում։ Այո։ Ուր են այդ ձեր քաղաքական ուժին վերագրվող, ձեր քաղաքական առաջնորդին արատավորող այդ ձայնագրությունների դեմ հայցերը ուր են։ Իսկ ինչն է մեզ խանգարում, օրինակ հակակոռուպցիոն կամ մնացածա դատարաններում հենց գործերով հաղթելը։ Այսինքն մենք ամբողջ գործած իրավական անհրաժեշտ պաշտպանությունը մեր փաստաբանական թիմը իրականացնում է։ Հիմա մենք եթե փորձենք ամեն ինչին ասենք, բայց դեպքում, բայն դեպքում մոտավորապես, եթե չեմ սխալվում, ձերբակալվածների թիվը գերազանցում է 700-ը։ Ասենք նմանատիպ համատարած ենթադրյալ համատարած ընդրակաշարքի պարագայում ռեալ որևիցե տեսած այնագրություն կամ փաստական հանգամանք որպես այդպեսին չկա։ Խոսքը միայն այնագրությունների մասին է։ Ու այդ այնագրությունները եկեք միադեր հետևից գանք։ Իսկ վստահ ենք, իսկ ինչպես է ստացվել, որ մոտավորապես լավ 1000 հոգի նշենք 1000 հոգու լսել են։ Դրա որոշումները նախքան դատարանի որոշումներ են եղել, թե ուղղակի համատարած բոլորիս ինձ մնացածին լսում են։ Նույն
ձև կարող ենք ասել, իսկ որտեղ են մեր քաղաքացիների կամ ուժեղ Հայաստանի կողմից ներկայացված կոմիտեին ուժեղ Հայաստանը թե ոչ։ Այդ մասը իրավական մասով քննարկման փուլում է նման այս պարագայում հակակոռուպցիոն կոմիտեին ոչ հակակոռուպցիոն կոմիտեին դեպի արդեն առանձին անհատների մասին է խոսքը, գործողություն իրականացնողների մասին է խոսքը, բայց քանի որ գործերն այնքան շատ են ու նաև այսպես ասեք, վերջում թող դատարանը որոշի ճիշտ ու սխալը, այդ պարագայում արդեն պետք է հասկանանք, թե մեղավորությունը որտեղ եղել, որովհետև իմ ազգական սուբյեկտիվ կարծիքով համատարած մենք այդ խնդիրն ունենք։ Ասեք։ Պարոն Մխիթարյան, հաշվի առնելով, որ խորհրդարանի փոխխոսնակ է դարձել Վահագն Ալեքսանյանը, ով նաև հայտնի է քացի տվող պատգամավոր, ասում են, որ դուք էլ, որ հայտնվել եք խորհրդարանում, դուք էլ եք ծեծ ուտելու, ձեզ էլ են ծեծելու, քացի տալու, ինչ կասեք, այս գնահատականը։ Ես այդ մագարտակի խոսույթին միանշանակ որևէ գնահատական չեմ տալիս, եթե իրենք ազգային ժողովը Հայաստանի Հանրապետության օգտագործում են կամ փորձելու են օգտագործել այդ ճանապարհով միանշանակ չի ստացվելու, որովհետև Հայաստանի Հանրապետության քաղաքացին միանշանակ արժանի չի նման տեսակի խոսույթներին, որովհետև ելի եմ կրկնում, մենք խոսում ենք բարձրագույն օրենսդիր մարմնի խոսից ու քացի տալ, այսինքն ինչ է ստացվում, մենք գնալու ենք անենք ենթադրենք օրենքի նախագիծ, որը լինելու իշա Հայաստանի Հանրապետության ու իշա ՀՀ քաղաքացու հենելու են փորձեն քացու տան։ Բայց դուք նայել եք այդ քացի տալու դրվագները ինչպես են առաջացել, Վահագն Ալեքսանյանը չի պատժվել իշխող ուժի, գոնե ներսում, ավելին, հիմա դարձել է փոխխոսնանք, իրար քաշքշել են, չանկրել են, ծեծ կրտուկ է տեղի ունեցել եւ ոչ մի իրավական հետևանք չի եղել։ Ինչով եք դուք առավել Հայաստան դաշինքից, որ ձեր նկատմամբ պետք է անեն այդ։ Միանշանակ դեմ եմ ցանկացած տեսակի համեմատականներին, բայց ես կարող եմ միանշանակ վստահեցնել մեր քաղաքացիներին, որ ազգային ժողովի պատգամավորը ինչ իրավունք որ եւ պարտականություն ունի հենց դրանով է զբաղվելու, մնալու ենք միանշանակ կառուցողական դաշտում ու ելի եմ կրկնում աշխատելու ենք իշա մեր հայրենագիստեր, իսկ այդ խոսույթները, կարգին հաղորդումյան խոսույթները, չգիտեմ կամ մնացածը, դա միանշանակ մեր որովհետեւ ոչ թե փորձում ինչ որ նախկին պատգամավորներին բան ասել, այլ ընդհանուր եմ ասում, դա մեր մասով չի։ Ցուցակի պատգամավորի տեխնացուները բոլորը վերցնելու են, ինչեւ այս պահը ովքեր որ հրաժարվել են իրենց մասին միջև, եթե չեմ սխալվում, ամսաթիվը, որ պատգամավորների ցանկ ներկայացնելու, եթե չեմ սխալվում, ամսի 20-ն է, ընթացքում հենց արդեն պաշտոնական տեղեկատվություն լինի, կներկայացնենք։ Պարոն Հայրապետյան, պարոն Մխիթարյան, ունի ուժեղ Հայաստանը 340,000 աջակից, չէ՞։ Պարոն Կարապետյանը իր վերջին հարցազրույցում ասում էր, հեգնելով Նիկոլ Փաշինյանին, ասում էր, որ այլևս եռագլուխ չենք, 600,000 գլուխ ենք։ Մարդ այդքան մարդկային ռեսուրս ունենա ու բողոքի ակցիա չկազմակերպի, դուրս չգա այս ընտրակեղծարար իշխանության դեմ, ինչպես ընդդիմությունն է ներկայացնում, ինչպես ընդդիմությունն է ներկայացնում ադրբեջանցիներին շուտով Հայաստանում բնակեցնող ընդդիմությունը դա չի ասում։ Եվ մի խոսքով այդքան աջակից ունենալ եւ չկանխել այդ ամենը, սա ինչ է նշանակում, պարոն։ Սա նշանակում է, որ մենք գնում ենք բոլոր քաղաքական հաշվարկ ունենք կատարված, մենք գնում ենք, ինչպես նաև մեր Նարեկը Կարապետյանը ներկայացրեց երկու ճանապարհով, մանդատները վերցնել ազգային ժողովում ամենօրյա 24/7 ռեժիմով աշխատանք տանել եւ միաժամանակ ըստ հավուր պատշաճ եւ ճիշտ ժամանակին նաև օրենքով սահմանված կարգով փողոցային պայքարին։ Գնեք 600,000 մարդ եթե դուրս գա, Երևանը, ոչ միայն Երևան, այլ նաև Հայաստանի Հանրապետությունում շարժը կաթվածահար է լինելու։ Ունենալ 600,000 աջակից եւ դա չօգտագործել։ Ես շատ լավ հարց եք տալիս, եկեք մի պահ պատկերացնենք օգոստոսի 28-ն է ազգային ժողովում հեշտական նիստը, մենք մանդատները չենք վերցրել 600,000, չէ, միտք եմ ասում, չենք վերցրել, կամ վերցնենք երկու տարբերակում է 600,000 հրաբարագում մարդ է կանգնած։ Հետո Չէ, երբ որ 600,000 կներեք, խոստացել եք, որ Սամվել Կարապետյանը մենք հիմա էլ գնում ենք այդ ճանապարհով, այո, մենք հիմա էլ գնալու ենք այդ ճանապարհով, ամեն ինչ անելու ենք, դրա համար մեր քաղաքական ուղին էսպային, ինչպես նշեցի, բաղկացած է լինելու երկու կարևորագույն ճանապարհներից աշխատանք կատարել ազգային ժողովում եւ ըստ անհրաժեշտության նաեւ փողոցում։ Դուք վստահ եք, որ Նիկոլ Փաշինյանի ուժին ԱՔՊ-ին չի հաջողվի ձեր կուսակցությունից մարդ գողանալ, այսպես ասած։ Տեսեք, ես վստահ եմ իմ թիմի անդամների վրա,
միանշանակ չեմ հավատում այդ սցենարին, որովհետև եթե չեմ սխալվում, չէ, օրինակը Գեգամ Նազարյանի մասով եք ներկայացնում, ամեն մարդ իր կարծիքն ունի, Իշխան Զաքարյանն նաև երրորդին չեմ հիշում անունը, ամեն դեպքում մենք հավատում ենք մեր թիմին, այս թիմը մի տարի է իրականում տանջանքների միջով է անցնում, ես վստահ եմ, այս տանջանքները գնահատվելու է ժողովրդի կողմից, բոլոր մեղավորները պատասխան են տալու ու ըստ օրենքի նաև ենթարկվելու են պատասխանատվության։ Պարոն Մխիթարյան, կներեք իմ թեման շարունակեմ։ Նարեկ, դուք թեմա հարցազրույց։ Պարոն Մխիթարյան, մի ճշտում էլի, նայեք, Եվրոպայից բարձրաստիճան հյուրեր եղան Հայաստանում եւ ուզում եի հասկանալ այն արձագանքը, որ սպասում եք նաեւ դուք ընդդիմադիր շրջանակները չեղավ փաստացի։ Ըստ ձեզ ինչու Եվրոպան չի արձագանքում տեղի ունեցողին, եթե մինչեւ 2018-ը շատ հիպերակտիվ, գերակտիվ ձևով արձագանքում էր, եթե անգամ թուփ էր ծրվում։ Շատ ճիշտ եք նշում, հիմա անգեղծ ես չեմ պատկերացնում տարբերությունը այն ժամանակվա նաեւ Հայաստանի Հանրապետություն գործողությունների մասով, ու տարբերություն հիմա, բայց ելի եմ կրկնում, Սամվել Կարապետյանը իր թիմի հետ մեկտեղ միանշանակ անում է բոլոր այն գործողությունները, որոնք ի օգուտ ի նպաստ են Հայաստանի Հանրապետության ու քաղաքացին, թե Եվրոպայից կամ Ռուսաստանից կամ Ամերիկայից ինչ ազդակամ, մեր համար առաջնայինը Հայն է, մեր համար գլխավորը Հայաստանի Հանրապետությունն է։ Բայց ինչ կփոխի հայ ժողովուրդը հանրությունը, եթե ասում են, որ կոնսենսուս կա Փաշինյանի իշխանության շուրջ։ Իրենք են նշում։ Իշխանամերձ շրջանակներն էլ նաև չեն բացառում, որ այո, Փաշինյան ընդունելի կողմը բոլոր գերտերությունների համար։ Այդ խոսույթի հետ ճիշտ ասած ես այդքան էլ համաձայն չեմ, որովհետև օրինակ նույն արձագանքը եւ ԵՄ-ից չէ եւ ԵԱՏՄ-ից վերջին ժամանակահատվածում ստացել են, ըստ որի այնտեղ արդեն հստակեցումներ են պահանջում, կաված մեր ուղղության հետ մեկտեղ, եթե ԵՄ-ի հետ ենք համագործակցում, ԵԱՏՄ-ի հետ համագործակցելը միաժամանակ հնարավոր չէ։ Բայց Նարեկինը թույլ տանք վերջի հարցը տա։ Շնորհակալություն։ Պարոն Մխիթարյան, վերադառնալով էլի այդ աջակիցների թեմային, արդյոք երբ որ հիմա մենք փողոցում չենք տեսնում ընդդիմադիրների աջակիցներին, իշխանության ներկայացուցիչների այն պնդումները, որ այդ մարդիկ գումարով են ընտրել, այլ նյութական շահագրգռվածությամբ են ընտրել ուժեղ Հայաստանին, ինչ որտեղ իրականություն չի դառնում։ Միանշանակ չէ, դա դրա հետ ընդհանրապես կապ չունի, որովհետև ինչպես նաև եթե չեմ սխալվում, պարոն Կարապետյանն էլ վերջին հարցազրույցներից մեկում նշել էր, որ մեր օրինակ, այսպես լավ պատասխանեմ, մեր հանրահավաքի վերջի մարդիկ գումարով էին եկել այդ կամ բոլոր տեսակի հանրահավաքներին։ Տեսեք, այդ ընդամենը իրենց խոսույթ է անդադար ինչ որ բաներ կպցրել, որովհետև իշխանության կողմից հիմա ինչ է ստացվում, իրենք քանի որ խոսույթ չունեն, որովհետեւ բան առարգայական չունեն ասու դրա համար, ասում են դե լավ, այստեղ փող բաժնե, դե լավ, այնտեղ էս է կարե, այն է կարե, այսինքն առարգայական որևիցե քննարկում կամ խոսույթ չկա, իսկ առարգայական երբ որ չի լինում, ստիված սկսում ես մարդուն ուղղակի վիրավորել։ Այդ մարդիկ, պարոն Մխիթարյան։ Հայաստանի Հանրությունը, մեկը ես եմ, մեկը այստեղ հավաքված 10 հոգին է, մի հոգին է, մյուսը իր տանն է, այսինքն մենք պետք է այստեղ Նարեկ ջան մի բան հասկանանք, որ երբ որ գնում ես նման բռնապետական իրավիճակ ունեցող երկրում, երբ որ գնում ես օրինական ճանապարհով, այո, ճանապարհը դժվար է լինելու, ճանապարհը, այսպես ասած, փոշոտ է լինելու եւ ըստ անհրաժեշտության, ես վստահ եմ, որ հայ ժողովուրդը եթե այդ պայքարի հնարավորություն արդեն ստեղծվի, այդ պայքարը սկսելու հասնել իրական փոփոխության երկրում, մեր հայ ժողովուրդը ոտքի կանգնի ու կստանանք ու ելի եմ կրկնում, ես հավատում եմ մեր բռնաձուղուն, ես հավատում եմ, որ թեկուզ դժվարություններ անցնելու միջոցով մենք հասնելու ենք մեր ուզածին ու Հայաստանի Հանրապետությունը ապրելու է բարձր արժանապատվությամբ ու լավ Պեսկանով սահմանափակի։ Եվ վերջին կնեք մեկ հարցը ըստ ուժեղ Հայաստանի հունիսի 8-ից սկսած պետք է Հայաստանում ադրբեջանցիներ ապրեն, եթե Նիկոլ Փաշինյանը վերընտրվեր, ուր են մեկ ամիս անց ուր են ադրբեջանցիները։ Տեսեք, այդ հունիսի 8-ից հետոն չէր նշանակում, որ հունիսի 8-ը հենց 7-ի առավոտը 8 լույս 8-ը հա լիներ, տենց ինչ-որ ավտոբուսներով կամ մեքենաներով գալիս էինք։ Մենք ընդամենը հայ ժողովրդին փոխանցում ենք այն խոսույթը, այն խոսակցությունը, որը ներկայացնում է Ալիևի կողմից։ Ալիևը ուժեղ Հայաստանում Ալիևի խոսնակը չէ, որ շատ լավ, բայց մենք ցավոք սրտի ապրում ենք այն իրականությունում, որտեղ վերջի 8 տարին Ալիևը ինչ ասում էր Հայաստանի Հանրապետության հետ կապված, տարածքների հետ կապված, որոշումների հետ կապված, սահմանադրության փոփոխության հետ կապված, մեր իշխանությունը
խելոք հնոզանդ իրականացում էր։ Ասում են Օվերտոնի պատուհան է բացում Ալիևը, Հայաստանի ընդդիմությունն էլ կրկնում է այն թեզը, ինչ որ Ադրբեջանում ասում են, ու հետո ժողովուրդը Մենք չենք հարմարվում կրկնում, է մենք ընդամենը ինչ պետք է հանձնում են։ Ախր մենք ընդամենը փաստերն ենք ներկայացնում, այն ինչ որ Ալիևը ասել է, վերջի փոփոխությունն էլ վերաբերում է սահմանադրության, ինչ են իրենք հենց խոսում սահմանադրական փոփոխության, մեծամասնության մասին։ Դա ում կարծիքն է։ Առաջինը մենք ամեն ինչ կապված Հայաստանի Հանրապետությունից իմանում ենք Ալիևից։ Հիմա դուք կարծում եք Նիկոլ Փաշինյանը, չունենալով սահմանադրական մեծամասնություն, չի կարող սահմանադրությունը փոխել։ Եթե օրինական երկրի մասին ենք խոսում, իհարկե ոչ։